Ողջույն, այսօր օգոստոսի 2-ն է, օրը հրաշալի է, շոկ, տապ, սակայն դա մեզ չի խանգարում, որպեսզի պայծառ տրամադրությամբ սկսենք մեր աստղերը մանկապատանեկան հաղորդման այս գեղեցիկ թողարկումը։ Հիշեցնեմ, որ նրանք ովքեր որ ցանկանում են ոչ մի եթեր բաց չթողնել եւ մշտապես դիտել մեր աստղերը մանկապատանեկան հաղորդումը, ապա անպայման բաժանորդագրվեք YouTube-ի պաշտոնական ալիքում մեր աստղերը հաղորդաշարին։ Իսկ նրանք ովքեր այն ծնողները ցանկանում են, որ իրենց փոքրիկները եւս ներկանան հանրությանը եւ իրենց իհարկե գեղեցիկ կերպ դրսեւորեն մեր տաղավարում, մեր հաղորդման շրջանակներում, ապա էկրաններին հայտնվող հեռախոսահամարին կապ հաստատելով ծանոթացեք մասնակցության եւ մանրամասների հետ։ Անցանք առաջ եւ ես սիրով մի այլ տիպի ոգևորությամբ ուզում եմ ձեզ ծանոթացնել տաղավարում գտնվող իմ երկու գեղեցկուհի հյուրերին։ Իսկ հիմա ծանոթանում ենք, ողջույն աղջիկներ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ եք։ Ժպտում եք միանգամից եւ ամառային այս սիրուն հանդերձանքով վառ կերպարներով հանդես եք եկել, անկասկած լավ պիտի լինեիք։ Եվ իհարկե միանգամից ինձնից աջ գտնվող գեղեցկուհուց իհարկե կսկսենք ծանոթությունը, եթե միս գեղեցկուին դեմ չի։ Ծանոթանանք, ինչպես է քո անունը, քանի տարեկան ես, մի փոքր ներկայացրա։ Բարև ձեզ, իմ անունը Մարի է, ես 9 տարեկան եմ եւ ուրախ եմ գտնվել այս ստուդիայում։ Հրաշալի է։ Իսկ դու ներկայացիր։ Իմ անունը Վիկա է, ես 8 տարեկան եմ։ Ահա, Վիկա, հենց այդպես կրճատ Վիկա թե Վիկտորիա։ Երկուսն է կարելի է։ Այո, երկուսն է կարելի է դիմել, երկու դեպքում էլ։ Մի փոքր ուզում եմ խոսենք իհարկե այս լավ, գեղեցիկ եղանակից, ամառվա մասին։ Այսինքն իհարկե ամառային արձակուրդների ընթացքի մեջ եք գտնվում եւ մի փոքր առօրյայից կցանկանամ պատմեք, ինչով եք զբաղվում եւ արդյոք արդեն անհամբեր եք, որպեսի դպրոց հաճախեք։ Ով առաջինը կպատասխանի եւ կխոսի ամառվա մասին։ Ամառը լավ եղանակը։ Ամառում այնտեղ վարդավառ կա։ Ամառվա հենց եղանակի մեջ ամենից շատ վարդավառի տոնն ես սիրում։ Հա։ Եվ վարդավառը լավ անցավ, այ վերջերս էր տեղի ունեցել, իդեպ շուտով Մարիից է կճշտենք, ինքը ինչպես է վարդավառի այդ տոնին մասնակցել եւ խաղացել, ռիսկային ինչ-որ քայլ արել ես, Վիկա ջրել ես ինչ-որ մեկին, ով բարկացել է քո վրա։ Չէ։ Այսինքն բոլորը ժպիտով են քո ջրելը ընդունել։ Բակում էիք խաղում։ Հա։ Շատ լավ է, որ մեր փոքրիկները այս տոնով խանդավառված են։ Իսկ լավ, վարդավառը մի կողմ դնենք, Վիկա ջան, ընթացքը ամառվա ինչպես է անցնում, առօրյան, այ արթնանում ես, ինչ ես անում։ Արթնանում եմ, հագնվում եմ, հելնում եմ։ Հետո հաց եմ ուտում, գործերս եմ անում։ Իսկ մի փոքր բացիր այդ գործեր ասվածը, ինչ գործերի մասին է խոսքը։ Վիկան այնքան խոստումնալից ասեց գործերս եմ անում, ինչ գործեր, Վիկա ջան։ Դե այդպես փոշիներն եմ տանում։ Տնային գործեր ես անում։ Պատահական չի էլի, որ աղջիկները իսկապես իրենց մայրիկների համար առաջին օգնականն են։ Դու էլ ես օգնում Մարի տանը։ Այո։ Դուք շատ կազմակերպված աղջիկներ եք։ Ես շնորհավորում եմ իհարկե հատկապես ձեր մայրիկներին, որ այսպիսի դուստրեր ունեն։ Այսինքն փոշիներն ես մաքրում, կենցաղային ավել ես անում, հա, այդպես փոշեկուլով եւս մաքրություն։ Իսկ ամենից շատ այդ տնային գործերի մեջ ի՞նչն է սիրում, Վիկա։ Փոշի սրբելը։ Փոշի սրբելը։ Հիանալի է ուղղակի, որ կենցաղից չես փախնում, այլ դու սիրում ես։ Ամեն ինչ ավարտում ես, գործերը ավարտեցիր, հետո ինչ ես անում։ Նոր կարող ես բակ դուրս գալ խաղալ։ Ահա, նաև պարտել հանգստանալ։ Հրաշալի է։ Իսկ այդ ընթացքում գոնե ինչ-որ գիրք կարդում ես այդ պարտել հանգստանալու ընթացքի մեջ։ Իսկ որն է քո վերջին կարդացած գիրքը։ Այդ ինքը ռուսերեն է։ Ահա, հա, քո խոսքի մեջ փոքր-ինչ զգացվում է այդ երանգները ռուսական։ Այսինքն շատ ես ռուսական գրականություն կարդում։ Հրաշալի է։ Ամեն ինչ պարզ էր, սիրելիներս իհարկե, ինչպես տեսնում եք, իսկապես 8-ամյա մեր գեղեցկուհիները շատ կազմակերպված են եւ յուրաքանչյուր հարցին իրենց բովանդակ պատասխաններն ունեն։ Իսկ հիմա ուզում եմ այդ նույն իհարկե հարցերը ուղղեմ նաեւ Մարին եւ Մարին պատմի իր մոտ ինչպիսի առօրյա է, ամառվա առօրյան, քանի որ չկա դպրոց, մի փոքր պատմիր դու ինչով ես զբաղվում։ Ամռանը շատ շոկ է։ Մարի ջան, հատկապես այս ամռանը, չէ։ Այո։ Դուք լսել եք, որ անոմալ եղանակ է, որովհետև ինչու անոմալ, ես դա ձեզ ասեմ, քանի որ նորմայից փոքր-ինչ
դուրս է, որ ջերմաստիճանը սահմանված ջերմաստիճանից նորմայի ավելի բարձր է։ Բայց կարծում եմ, որ հաստատ լիքը լողավազան այցելելու ու անընդհատ հետաքրքիր կերպ ջրի հետ առնչվելով մենք կարող փոքր-ինչ հովանանք։ Ահա։ Նաև պաղպաղակ ուտել։ Ահա, պաղպաղակ դու ես սիրում պաղպաղակ։ Ես էլ եմ անչափ սիրում ու հատկապես լցնովի պաղպաղակ եմ ես սիրում, ասեմ ձեզ։ Ես այդքան պաղպաղակի ամեն տեսակ չեմ ուտում, բայց այդ լցնովին խոստանում եմ առաջիկայում անպայման մենք միասին ճաշակելու ենք պաղպաղակ։ Լավ։ Լավ։ Եվ Մարի ջան, դու արթնացար, ինչ գործերով ես դու զբաղվում, ինչպես մեր Վիկան, որ իր հատուկ տենց գործեր ուներ։ Ես արթնանում եմ, լվացվում եմ, նախաճաշում եմ։ Ահա, շատ լավ է իհարկե, այդ նախաճաշելը, որ պարտադիր կա։ Եվ տան գործերն եմ անում։ Եվս մի բախտավոր մայրիկ։ Նստում եմ գրավորներս եմ անում եւ արդեն հանգստանում եմ։ Գնում եմ բակ։ Բակում եմ խաղում, մի քիչ ննջում եմ։ Եվ արդեն ճաշում եմ։ Շատ լավ է։ Ես արդեն մտա ձեր առօրյայի մեջ ու պատկերացրեցի ինչպես է այն անցնում։ Բավականին լավ, այսինքն ձանձրանալու առիթ չեք ունենում։ Միևնույն է թե հանգստին եք ժամանակ հատկացնում, թե ձեր խաղերին։ Այ քանի որ բակ իջնելուց խոսեցիք, ուզում եմ որ երկուսդ էլ ներկայացնեք ինչպիսի բակային խաղեր եք մեր օրերում դուք խաղում։ Գործնագործ ենք խաղում, այդան գորոցի ենք խաղում, պաղկվոցի, բալեպլտոկոցի։ Օ, բազմաթիվ հետաքրքիր խաղեր։ Իսկ դուք։ Մենք բակում խաղում ենք գործնագործ, պահմտոցի, կլաս եւ այլ շատ բակային խաղեր։ Այո, օրինակ ինձ դուք կհարցնեք, ես ինչ բակային խաղեր էի խաղում ժամանակին։ Այո։ Ասեմ, որ մի փոքր այո, գուցե այն ժամանակվա մեր խաղերը տարբերվի հիմիկվա մի քիչ տեխնիկայի դարի երեխաների խաղերից, բայց մենք էլ այդ նույն խաղերը խաղում էինք, բայց հիմա մի քիչ ավելի փոփոխված խաղեր կան ինչ-որ, այդ նոր բասկետբոլի հետ կապված հնչեցրիր։ Դա ինչպիսի խաղեր։ Իմ ամենասիրած խաղը էդի գործնագործն է։ Հա, որ բախկվում են եւ պետք է գտնեն։ Շատ բարի, ես է կլասն էի շատ սիրում, այդ կավիճով գծում էինք, քարը շպրտում էինք, մի խոսքով աղջկական ամենալավ անմոռանալի խաղերից մեկը։ Եվ ես իմ երկու հրաշալի այսօրվա հյուրերին, Մարին եւ Վիկային իհարկե իմ ուղերձն է, որ ինչքան կարողանում եք փոքրիկներ գողացեք ձեր լավագույն ժամանակը, որովհետեւ գալիս է պա, երբ ափսոսում ենք։ Ես օրինակ, որ անցավ այդ լավ տարիները, ինչքան է որ բովանդակալից եմ ապրել իմ այդ տարիները, բայց քանի կարողանում եք այդ մանկական գեղեցիկ պահերը վայելեք, խաղացեք շատ, հատկապես կտրվեք հեռախոսներից, ինչ շատ քչերն են այսօր անում եւ թաթախվեք այդ բակային խաղերի մեջ եւ նոր ընկերություն, ծանոթություններ ձեռք բերեք։ Այդպես կանեք, ճիշտ է։ Այո։ Եվ կրկին ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվա եւ մեր մյուս բոլոր եթերներին մշտապես հետեւողական լինելու համար բաժանորդագրվեք YouTube-ի պաշտոնական մեր ալիքին Star Production մեր աստղերը հաղորդմանը։ Եվ էկրաններին հայտնված ձեր հեռախոսահամարին զանգահարելով, նշված հեռախոսահամարին զանգահարելով կարող եք իհարկե ձեր տաղանդավոր շնորհաշատ փոքրիկներին, ովքեր չունեն կոմպլեքսներ էկրանից այն կողմ Երևանու, ներկայացնել հաղորդմանը եւ իհարկե սիրով կսպասենք ձեր արձագանքներին եւ ավելի լավ իհարկե հրաշալի բալիկների այստեղ տեսնելով, ինչպիսին որ այսօրվա մեր հրաշք գեղեցկուհիներն են։ Եվ այս փուլում հաղորդման բաժնում մեր հյուրերը, դուք այսինքն ինքներդ միմյանց պետք է հարցեր ուղղեք։ Այո, օրինակ այսքան զրուցեցի, քանի որ նաև հասակակից եք, 8 տարեկան, եւ վստահ եմ, որ միմյանց շատ հարցեր կունենաք։ Ով առաջինը մեկը մյուսին հարց կուղղի եւ ինչ հետաքրքրող հարցեր ունեք։ Խնդրեմ Վիկա ջան։ Իսկ դու սիրում ես դպրոցը կարոտել ես։ Այո, ես շատ եմ կարոտել դպրոցը։ Ուսումնատեն չէ Մարին։ Իսկ հատկապես ինչը ես արդեն մի փոքր այս հարցից փորձեմ դպրոցի ինչն ես կարոտել, դասապրոցեսը թե ընկերներին։ Եվ ընկերներին եւ դասապրոցեսը։ Իսկ դու հարց ունես ուղղելու մեր Վիկային։ Վիկա, դու ինչ սպորտաձև ես սիրում։ Ես սիրում եմ լողալ
Լողն է սիրում Վիկան։ Եվ Վիկա ջան ամառվա ընթացքում հասցրել ես արդեն մի քանի անգամ լողավազան այցելել։ Հա։ Շատ լավ է, հրաշալի է։ Հաղորդման այս մասում ես մշտապես իհարկե կփաստեն դա նաև մեր սիրելի դիտողները, որ ավանդական այս կարևոր հարցն եմ տալիս մեր հյուրերին եւ ուզում եմ հարցնել աղջիկները, եթե ձեր ձեռքում ունենայիք կախարդական փայտիկ, ապա փայտիկի մեկ շարժումով եւ հպումով ինչը կցանկանայիք իրականություն դարձնել, ինչ երազանք ունեք։ Ես ուզում եի դառնալ վարսահարդար։ Վարսահարդար։ Աղջիկների մազեր, թե տղաների մազեր սարքել։ Աղջիկների։ Ահա, որպեսզի ավելի հետաքրքիր պրիչոսկաներ։ Հրաշալի։ Մազերը երկար են։ Ահա, եւ կարելի է հետաքրքիր երևակական բաներ անել։ Հա։ Իսկ երբևէ որևէ մեկի մազերին փորձել ես ինչ-որ իմպրովիզ բան անել, մայրիկի մազերին գուցե։ Հա։ Ինչ պրիչոսկա ես արել։ Հյուս եմ արել, ոչ եմ արել։ Ահա, ամենակարևորը հենց այդ հյուսքն է, որը որ ստացվել է քո մոտ։ Ես վստահ եմ, որ արդեն նաև դպրոցում լավ սովորելուց հետո կարելի է արդեն ավարտելուց հետո հենց պրոֆեսիոնալ մասնագիտացված սովորել վարսահարդարում, այնպես որ Վիկա ջան, ես այցելելու եմ նաև քո մոտ։ Ինչու նաև քո մոտ, որովհետև մեր նախորդ հյուրերից մի աղջնակ եւս հենց էլի վարսահարդուհի, ինքը ասում էր մազահարդուհի եմ ուզում դառնալ։ Հենց որ երկուսիդ մոտ է սիրով այցելելու եմ։ Իսկ միայն դա է որպես երազանք, դա երևի թե ինչ-որ կյանքի քո հետ կապված, իսկ այլ երազանք ունես։ Ես ուզում եմ, որ սաղ երեխեքը ժպտան, ուրախանան ու լավ տեղեր գնան։ Ահա, այսինքն բոլոր բալիկներին մեր աստղերը մանկապատանեկան հաղորդումից այն կողմ մեր այս գեղեցկուհին, ալպիական մանուշակ ես նրան կանվանեմ իր հագած զգեստին համահունչ, բոլոր բալիկներին մաղթում է միայն ժպտերես եւ անհոգ մանկություն։ Առ Աստված թող իրականանա իհարկե Վիկա ջան քո երազանքը։ Իսկ դու Մարի ջան, դու փայտիկը ահա քեզ է տրված կախարդական։ Ես առաջինը կուզենայի դառնալ բժշկուհի, երեխաների բժշկուհի, որպեսզի բուժեի երեխաներին։ Մանկաբարձուհի, այսինքն կոնկրետ երեխաների հրաշալի է։ Իսկ այլ երազանք։ Այլ երազանք ես կուզեի, որ երկրում խաղաղ լիներ եւ էլ ոչ մի պատերազմ չլինի։ Մի հուզեք ինձ։ Դե որ ի սկզբանե ասի դուք կազմակերպած եք, պատահական չասեցի, որովհետև ձեր երազանքներից արդեն բարձր դուք ինչպիսի մտքեր ունեք։ Միանշանակ, նաև Մարի խոսքերն էլ ավելի տպավորություն տպավորեցին, որ իսկապես շատ տեղին երազանք մեր Մարին ներկայացրեց, որ խաղաղ լինի միանշանակ հայոց աշխարհը, ոչ մի պատերազմ այ այսպիսի հրաշքները չտեսնեն եւ այսպես ժպիտով սիրուն մշակութային բաների մեջ, նախագծերի մեջ հանդես գան։ Այսքան բարի եւ ժպտերես աղջիկները վստահ եմ, որ նաեւ ընկերասեր են։ Ունեք ընկերուհիներ։ Հա։ Այո։ Եվ կուզենամ, որ իհարկե դուք էկրանից այն կողմ հաղորդման շրջանակում ողջունեք ձեր մտերիմ ընկերուհիներին նշելով անունները։ Բարևում եմ Ժենյա, Լիդա, Վիկա։ Քո անունից եւս մի ընկերուհի ով կրում է։ Հրաշալի է։ Իսկ դու ունես ողջունի խոսք ներկայացնելու Մարի ջան։ Բարևում եմ իմ բոլոր սիրելի ընկերուհի Էլինային, Լիլիին, Սվետլանային, Արփին եւ բոլորին։ Ես վստահ եմ, որ նշված բոլոր անունները կրող իհարկե աղջիկները, քո ընկերուհիները, նաեւ իհարկե քո, իրենք տեղյակ են, որ հաղորդման եք մասնակցելու։ Չեք հասցրել ասել։ Դե ուրեմն գիտեմ, որ անակնկալ արդեն ձևով, երբ որ եթերը արդեն կհեռարձակվի, միասին կհավաքվեք ձեր տանը եւ բոլորով կնայեք դուք ընկերուհիների հետ եւ իհարկե Մարին իր ընկերուհիների։ Ու հետաքրքիր կերպ տենց կարող եք ես միշտ փոքր ժամանակ տենց բաներ էի առնում թիթիս այդպես քաղցրավենիքներ բան ու մեծ էի ինձ զգում հյուր էի կանչում իմ ընկերուհիներին։ Այնպես որ պաղպաղակներ, համեղ բաներ կարող եք գնել, հրավիրել նրանց ձեր տուն եւ միասին դիտել։ Լավ միտք առաջարկեցի, չէ՞։ Այո։ Եվ այսպես ես ժպտում եմ, որտեվ անհնար է այս գեղեցկուհիների հետ չժպտալ եւ ցանկանում եմ իհարկե մեր հաղորդման ամենակարևոր մասին գիտունիկ բաժնին անդրադառնալ։ Եվ էկրանին իհարկե կտեսնեք հարցեր յուրաքանչյուրիդ համար նախատեսված։ Ումից ենք սկսում առաջին հարցի ուղղելը։ Եկեք
ցելակցենք։ Չէ, մի հատ էլ։ Վերջ, հնչում է հարցը Մարիի համար։ Ուշադրություն դեպի էկրաններ։ Թվարկիր արեգակնային համակարգի մոլորակները, քանիսն են նրանք։ Վերադարձանք տաղավար, Մարին վստահ եմ նաև, որ արդեն տեսավ հարցը, սակայն եւս մեկ անգամ հնչեցնում եմ։ Մարի ջան, թվարկիր արբանյակային արեգակնային համակարգի մոլորակները։ Գիտես մոլորակների մասին։ Այո, գիտեմ։ Արեգակի շուրջ պտտվող մոլորակները 8-ն են, դրանք են Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Սատուրն, Ուրան, Նեպտուն։ Վիկա, արի ծափահար ենք, հա, Մարին, որովհետև կեցես դու, քանի որ շատ հրաշալի կերպ միանգամից հարցը նայեցիր ու կազմակերպած պատասխանեցիր։ Կեցես, Մարի ջան, իսկ հիմա ավելի ամբողջապես տեղեկանանք, իհարկե, հարցին։ Ուշադրություն դեպի էկրանները։ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ, նրանք են Մերկուրի, Վեներա, Մարս, Երկիր, Սատուրն, Յուպիտեր, Ուրան և Նեպտուն։ Ներկայացրու Հայաստանի վարչատարածքային բաժանումը, որոնք են մարզերը։ Վերադարձանք արդեն տաղավար և Վիկան եւս իր համար հնչող հարցը տեսավ, կրկնում ենք եւս մեկ անգամ։ Վիկա ջան, պետք է թվարկես Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանվող մարզերը։ Ես մի քանի հատ գիտեմ։ Լոռի, Շիրակ, Արարատ։ Ահա, այդ 3 մարզերը հրաշալի է, որտեղ 8-ամյա իհարկե մեր գեղեցկուհին պետք է նոր ուսուցանվի, սովորի եւ բնականաբար շատ լավ է, որ արդեն իսկ ինքը հարցը հասկացավ եւ մի քանի ճիշտ մարզեր նշեց։ Իսկ հիմա ավելի լիարժեք տեղեկանանք, հա, մարզերի մասին, Վիկա ջան։ Ուշադրություն դեպի էկրաններ։ Մարզերն են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզ և մայրաքաղաք Երևան։ Գիտունիկ բաժինը իհարկե եւս ավարտվեց եւ այո, ես կարժանացնեմ իմ գեղեցկուհիներին գիտունիկ կոչմանը, որովհետեւ նրանք շատ լավ միանգամից ընկալեցին հարցը եւ փորձեցին ճիշտ պատասխաններ հնչեցնել։ Եվ հաղորդումը կամաց իր ավարտին է մոտենում, չնայած որ տխրում եմ, բայց վստահ եմ, որ դեռ շատ նախագծերի շրջանակներում ես ձեզ հետ հանդիպելու եմ, սիրելի Մարի եւ Վիկա, որտեղ ձեզ անչափ սիրեցի։ Մենք էլ ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Քանի որ արդեն մոտենում է սեպտեմբերի 1-ը, ունենք ընդամենը 1 ամիս ժամանակ, հասցնելու եք այդ ընթացքում շատ խաղալ, շատ ագահաբար ժամանակը վայելել, որովհետեւ սկսվում է արդեն նոր իհարկե դպրոցական շրջանը, տարին, եւ նախ մի երկու բառով ուզում եմ, որ երկուստ է ներկայացնեք ինչ առարկաներ եք դուք սիրում դպրոցում իհարկե դասավանդվող եւ նոր հաջորդ հարցս կհնչեցնեմ։ Ես բոլոր առարկաներն էլ սիրում եմ։ Բոլորը, չկա առանձնացող առարկա, Մարի, որևէ։ Ոչ, որ ավելի շատ ես դա սիրում։ կա։ Դե ինչ, նշիր։ Մաթեմատիկան, մայրենին եւ ռուսաց լեզուն։ Ահա, այսինքն մաթեմատիկական այդ առարկան ավելի շատ է սիրում, բայց լավ է, որ մայրենին էլ, իսկ պատմողական խոսելու ավելի առարկաներն է սիրում, թե ավելի մտածելու։ Մտածելու։ Ահա, շատ լավ, ես նաև բժշկուհի պատական չի, որ ընտրել ես, բայց քեզ նաև տնտեսագիտական այդ մասնագիտության մեջ կարող եմ տեսնել։ Եվ ուզում եմ նաև սեպտեմբերի 1-ի հետ կապված պատրաստվում ես արդյոք արդեն նոր տարեշրջանին։ Այո, պատրաստվում եմ։ Գրենական պիտույքներ ենք գնում խանութից, պայուսակ։ Հասցնում եք արդեն գնել, ինչ գույն է պայուսակը։ Վարդագույն։ Հրաշալի, այսինքն արդեն սկսվել է Մարի ջան աժոտաժը ձեր գնումների եւ պատրաստվելու նոր իհարկե դպրոցական տարուն։ Որ դասան ես փոխադրվում։ 4-րդ դասարան։ Հաջողություն եմ քեզ մաղթում։ Մարի ջան, եւ կասկած չունեմ, որ ամեն տարի ել ավելի իհարկե դու գիտելիքներով կհարստանաս եւ կգնաս ընդառաջ քո բժշկուհու մասնագիտությանն ընդառաջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն քեզ նույնպես, որ այսօր այստեղ էիր, այսօր հյուրընկալվեցիր մեր աստղերը մանկապատանեկան հաղորդմանը, Մարի ջան, եւ քո պայծառ այս գեղեցիկ կերպարով, գեղեցիկ երանգ հաղորդեցիր մեզ եւ վստահ եմ քեզ շատ սիրեցին նաեւ մեր բոլոր դիտողները։ Իսկ հիմա ուզում եմ Վիկան խոսի սեպտեմբերի 1-ի իր պատրաստվածության եւ սիրած առարկաների մասին։
Իմ սիրած առարկանը դի մաթեմատիկան է, ռուսաց լեզուն ու նկարչությունը։ Ահա, եւ նկարչություն, այսինքն միայն տարբերություն մի առարկայի կար, բայց դու եւս սիրում ես ռուսաց լեզու եւ մաթեմատիկա։ Իսկ սեպտեմբերի 1-ի պատրաստվածությունը արդեն սկսվել է։ Հա։ Ինչ որ գնումներ արել եք։ Հա։ Շնորհավորում եմ իհարկե այն բոլոր գեղեցիկ պարագաները ինձ ձեռք ես բերել եւ քեզ նույնպես մաղթում եմ, որ նոր այս սկսվող արդեն դպրոցական տարեշրջանում դու եւս քեզ շատ լավ դրսեւորես, ելի հարստանաս գիտելիքներով եւ հասնես քո բոլոր երազանքներին։ Կարևորը սովորեք շատ ու կարդացեք։ Շնորհակալություն։ Դե համբուրում եմ այսպես օթային ես ձեզ, կշփվենք հաղորդումից հետո էլ Եվ հաղորդումը արդեն մոտեցավ իր ավարտին, սիրեցիք իհարկե հաղորդման մեր ընթացքը եւ մեր տաղավարը, որտեղ հյուրընկալվեցիք։ Այո, շատ։ Շատ ուրախ եմ։ Եկեք հաջողություն մաղթենք եւ կհանդիպենք հաջորդ մեր եթերներին։ Հաջողություն։ Հաջողություն։